Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը, նախատեսված 60 եւ ավելի տարեկանների համար։ Մենք անդրադառնում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում ներկայացում ենք նաև այն անհատներին, որոնց կյանքի պատմությունը կարող է օրինակ լինել բոլորիս համար։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցեք, այսօրվա իմ հյուրը Արգամ Այվազյանն է, Նախիջևանագետ, լրագրող, մատենագետ, հայագետ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ։ Շնորհակալ եմ, պարոն Այվազյան, որ ժամանակ գտաք եւ կխոսենք։ Ինչ տրամադրությամբ եկաք այսօր։ Նորմալ, լավ տրամադրությամբ, բարեհաջող տրանսպորտով, կարելի ասել։ Եվ պատրաստում ես հարցադրություն, աշխատենք դեպի անցյալը, ճանապարհներով, չգիտեմ, կացաններով, տեսնենք ինչ կարող ենք հիշել, ասել, ներկայացնել։ Պարոն Այվազյան, հետաքրքիր է, որ դուք եք լրագրող ու երևի ամենադժվար հարցազրույցները հենց լրագրողների հետ են լինում, որովհետև բոլոր տեխնիկաները, որ մենք կիրառում ենք, իրենք էլ թիրապետում են։ Այնպես որ դուք ծնվել եք Նախիջևանում, այստեղից սկսենք, ինչ եք հիշում ձեր մանկությունից, ձեր հայրենի գյուղից։ Գիտեք, տարիքի հետ, եթե երիտասարդ հասակում առհասարակ մարդիկ չեն հիշում իրենց ծննդավայրը, հայրենիքը, բայց տարիքի հետ, տարիքարատ ժամանակ աստիճանաբար կարծեք թե միշտ հիշողությունները կապված են լինում իրենց ծննդավայրերի հետ։ Հետ են գնում, մտովի։ Հետ են գնում, որովհետև արդեն մարդը հասուն տարիքում, այսպես ասած, իմաստություն է ձեռք բերում, երիտասարդ ժամանակ առածն ասում է երիտասարդը 10 շապիկ է պես պատրում, մինչև մի նորմալ շապիկ հագնում է, դա փոխաբերական իմաստ ունի իհարկե, այնպես որ ձեր հաղորդաշարի այս վերնագիրը ևս ինձ թվում է բավական հետաքրքիր է, երկրորդ շնչառություն, մարդը իմ կարծիքով կամ ոչ թե միայն իմ կարծիքով ծերանում է տարիքը առաջ ժամանակ ֆիզիկապես, բայց մտավոր եւ հոգեպես մարդը գրեթե չի փոխվում, ավելին իմաստություն է ձեռք բերում, կյանքի իմաստություն։ Դրա համար նաեւ առած կա, ասում են մեծին լսողի ոտքը քարին չի դիպչի։ Սրա մեջ փիլիսոփայական խորը մտքեր կան, չնայած բոլորս էլ ասում, խոսում, անցնում են, բայց դա կյանքի, այսպես ասած, դարավոր հարյուրամյակների հետ կապված իմաստացած, փորձված ասույթներ են։ Եթե հիշողության գիրք անգնեմ, պետք է ասեմ, ծնվել եմ Նախիջևանի Շահապունք գավառի մասի, գավառի Արինջ գյուղում, լրիվ հայաբնակ գյուղ է եղել, հայտնի էր մեր գյուղը, Արինջը հատկապես իր խաղով, բարձր, այսպես ասած, քաղցրություն ունեցող խաղի տեսակ ունեինք, մոտավորապես ինչպես մեր Արենի խաղողներ։ Ես ուզում եի հարցնեի նույն ուղղությամբ է հարևան է սահմանակից է եղել։ Այո, նույն տարածքն է, Վայոց ձորն է, Սյունիքն է, Նախիջևանի հյուսիսային հատվածի գավառները գրեթե նույնն են։ Մարդկանց մտածելակերպն էլ, եթե վերցնենք ազգագրական տեսակետից, գրեթե տարբերությունները շատ քիչ են։ Մեր գյուղը հանրահայտ էր ոչ միայն Նախիջևանի տարածքում, այլ իր խաղողագործությամբ ընդամենը 54-56 հեկտար խաղողի այգիներ ունեինք, հիմնականում սև տեսակի խաղող էր, գինու խաղող էր, իհարկե նաև սեղանի խաղողատեսակներ կային։ Իր քաղցրությամբ ասացի, որ շատ հայտնի էր, նա միջազգային դերևս խորհրդանիշության տարիներին մի շարք անգամներ միջազգային ցուցահանդեսներում առաջնակարգ տեղեր է գրավել, նույնիսկ ես հիշում եմ 59-60 թվականներին մեր կոլտնտեսության նախագահին նվեր տվեցին միջազգային ցուցահանդեսներին մի մարդատար մեքենա, որը եզակի այդպես ասած դեպքեր էր։ Ողջ Սյունիքը, մեր գյուղի միջայլոց ասեմ, ընդամենը 30 կիլոմետր հեռավորությունը Անգակոտ գյուղից անմիջապես մինչև Երագնաձորից ճանապարհը, որ հիմա արդեն
60-ական թվականներից հետո շահագործման հանվեց, երասեց Եղեգնաձոր, Սյունիք, մինչ այդ ճանապարհը գնում էր Նախիջևանի տարածքով, Սիսիանի բազան Նախիջևանում էր, երկաթգծային ամեն ինչ այդտեղ բեռները բերում, ամառ ձմեռ գրեթե ողջ տարին երկու մուտքը կար, անմիջապես մեր գյուղի կողքով էր անցնում ճանապարհը 2 կիլոմետր հեռավորության վրա, սյունեցիների վարորդները մասնավորապես ձմեռվա ժամանակ եւ որ Բիչանակի Լեռնանցիկը զույնապատ էր լինում, դժվար անցանել լինում, շատ հաճախակի օրերով մնում էին մեր գյուղը, բոլորը գրեթե ծանոթ բարեկամներ ունեին։ Եվ պետք է ասել Սիսիանի շրջանի Գորիսը, Ղափանը գրեթե չափազանցություն չէ դա, իրենց այսպես ասած խեր շարի համար գինին միշտ մեր գյուղը արինջի գինին էին, սև գինի էր, միշտ մեր գյուղից էին այդպես ասած գնում, վերցնում, գնելը այնպես չի, որ այսօր դրամով էին գնում, ժամանակին փոխում էին։ Փոխանակում էին, այո։ Փոխանակում էին, օրինակ Սիսիանից Գորիսից բերում էին խնձոր, կարտոֆիլ, ոսպ, հաճարիցորեն եւ այլն։ Եվ չեմ հիշում այսօր մոտարապես 1 լիտր գինու դիմաց 2 կիլո կարտոֆիլ էր, թե 2 կիլո խնձոր եւ այլն, ինչեւէ։ Հայտնի էր մեր գյուղը այդ առումով։ Դուք մինչև քանի տարեկան եք գյուղում եղել եւ ինչպես դուրս եկաք։ Դե գյուղում ես մինչև դպրոցը ավարտել եմ 64 թվականին, միջայլոց 63, 64, կարծեմ նաև 65 թվականներին դպրոց 10-ամյա դպրոցները դարձեցին 11-ամյա, ես 11-ամյակ եմ ավարտել եւ պետք է ասեմ հիշողությամբ նաև կարծեմ դա իմ աշխատություններից գրքերից մեկում դա գրել եմ, ես 6 տարեկանից եմ դպրոց գնացել, նախկինում իհարկե 7 տարեկանից էր։ Ընկերոջս հետ Սուրիկի հետ միասին սեպտեմբերի 1-ին մատիտ ինչ գիտեմ տետրերը վերցեցին եւ գնացին դպրոց առաջի օրը բարձ է որ ուսուցիչը ցանոթանում էր ով է ինչ է քանի տարեկան է ինքնուրույն գնացիք պարոն Այվազյան թե ծնողների ուղեկցությամբ չէ միայնակ եւ հարցրել մերով անուն ազգանուն քանի տարեկանս հերթին դասավ ասացի անուն ազգանունս քանի տարեկանս 6 տարեկան ասես չէ լավ հիշում եմ Սողոմանյան Պարքև Սողոմանյաններ ուսուցիչը պատերազմի հայանական պատերազմի մասնագետ ոտքնել կորցրել էր պատերազմի ժամանակ ասես չէ դու գնա տուն եկող տարի կգաս դու ոչ դասարանից դուրս անես գնացի տուն հաջորդ օրը նորից եկա նորից ինձ տեսավ այդ ասեց ես երեք քեզ ասեցի գնա տուն եկող տարի կգաս ասեցի չէ գնա տունը մամա այդ ասա թող շատ կաթ ու մածուն քեզ տա որ շուտ մեծանաս ասեցի ինձ Սողոմանից 2-3 օր այնքան շատ մի տարվա կաթ ու մածուն կերել եմ մեծացել եմ դասարանը բոլորս էլ ուսուցիչներ մեր հետ ծիծաղեց եւ այլն այդպես լավ ասեց տեսնում եմ որ շատ համառն ես երևի օրենքը խախտենք ես 6 տարեկանից դպրոց ընդունել այդպես 6 տարեկանից դպրոցը գնացի ավարտեցի 64 թվականին 11-ամյակը եւ տեղափոխվեցի Երևան ուսման համար մոտորապես այս էր մեր գյուղը այդպես խորը ձորի մեջ երկու կողմերից սարեր գետը հորտարատ գետ էր գնում գյուղը փաստորեն գետի աջ ափին մոտորապես 120-130 տուն բնակչություն ունեցող գյուղ էր հայտնի էր ոչ միայն շրջանի, այլ ամբողջ Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Երբ դատարկվեց գյուղը, մարդիկ ուր գնացին ու ինչից հետո։ Գյուղը ինչպես Նախիջևանի հայությունը փաստորեն հիմնականում դատարկվեց 1945 թվականի պատերազմից հետո աստիճանաբար սկզբնական շրջանում քիչ էր, բայց հետո տարի առ տարի ավելի դա սաստկացավ եւ ադրբեջանական իշխանությունների ճնշումներն էլ իրենց հերթին արդեն 60-ական թվականներին պետք է ասել Նախիջևանի տարածքը հայկական գյուղերի զգալի մասը
տեղափոխվել էին հիմնականում Հայաստան։ Ես իմ աշխատություններից մեկում այդ պատճառները նշել եմ, թե ինչն էր պատճառը, որովհետև հետո դպրոցները փակվեցին, աշակերտների թիվը աստիճանաբար նվազեց եւ այլ, այդպես պատճառները մի շարք էին եւ որոնցից մեկն էլ պետք է ասել Հայաստանի իշխանությունների անտարբերություններ Նախիջևանյան, ասենք տարածքի վերաբերյալ շատ մեծ սիրով ընդունում էին Հայաստանում նոր Նախիջևան հայերը, որոնք որ գալիս էին, նույնիսկ կաշառք էին վերցնում, գրանցում էին Երևանում։ Էլ չէին մտածում, որ այդ տարածքը չպետք է դատարկվի, պետք է ամեն ինչով կապը պահել, հաստատել, որովհետև հազվագյուտ էր լինում, որ Երևանից, ասենք, հյուրեր են լինում Նախիջևանի տարածքում կամ երկու բարի խմբակար համույթներ են գալիս, համերգներ են տալիս։ Ես լավ հիշում եմ մեր հայտնի ծանրորդներից մեկը Բիստեցի էր, Սերգո Համբարձումյանը, մի անգամ եկավ մեր գյուղ, դա 60 թվականներն էր, նախատեսել էր մեկ օր պետք է լինի գյուղում, բայց այնքան ժողովուրդը որ կապնված էին, երկու օր ստիպված ինքը մնաց եւ այլ այդ ամեն ինչը ցուցադրում էր եւ այդպես շրջագայում էր Նախիջևանի մի քանի այդպես գյուղերում կամ պատահում էր երկի բարի համույթներ էին գալիս, որ դարձյալ մեկ օր պետք է այս գյուղում մնան, հաջորդ գյուղում ակումբ ունեին, բավականին մեծ մի 300 տեղանոց, գուցե մի քիչ ավելին, 2-3 օր փաստորեն ստիպված մարդիկ կարոտ էին, այդ կարոտը կար, բայց ցավոք սրտի իշխանությունները, Հայաստանյան իշխանությունները տեր չէին կանգնում այս ամենին, աստիճանաբար բացի այդ էլ դպրոցը ավարտելուց հետո երիտասարդները, եթե 30-ական թվականների Նախիջևան քաղաքում կար մանկավարժական ուսումնարան, բժշկական ուսումնարան, դրանք աստիճանաբար փակվեցին։ Դպրոց ավարտելուց հետո երիտասարդները ինչ պետք է անեն, կամ պետք է գնային կոլտնտեսություն աշխատեին, կամ ադրբեջաներեն էր ամեն ինչ պետական կառույցներում աշխատելու համար, պետք է տիրապետեին նաև ադրբեջաներին, որը իհարկե հայերը չէին բանանում, մնում էր մի ելք, երիտասարդները տեղափոխվում Հայաստան սովորեն, եւ եթե գալիս են սովորում են, բնականաբար մնում են Հայաստանում, աշխատանք են գտնում եւ աստիճանաբար ասենք իրենց ընտանիքներին էլ տեղափոխում են։ Այսպես աստիճանաբար դատարկվեց։ Պարոն Ավեզյան, մի հարց է ծագում, որ զուգահեռներ եմ անցկացնում Ջավախքի հետ։ Եթե մենք մտածում ենք, որ խորհրդային իշխանությունը այն ժամանակ Հայաստանում պակաս նախընձախնդիր էր մարդկանց Նախիջևանում պահելու համար, համանման իրավիճակում էին Ջավախքի հայեր։ Ավելի պինդ էին կպած, թե վրացական իշխանություններն էին ավելի լոյալ։ Ասեմ ձեզ, գիտեք ինչ, Ջավախքը նույն իրավիճակն է պատմական առումով եթե վերցնում ենք, թե Արցախն է, թե Նախիջևանն է, թե Ջավախքը։ Ես անդրադարձել եմ իմ աշխատություններում, Ջավախքի խնդիրը համեմատաբար մի քիչ այլ է, տարածքային խնդիր չունեին, որ այդպես սրությամբ, ինչպես որ Ադրբեջանը Նախիջևանի այդ հարցում ուներ։ Շատ լավ գիտեք, որ փաստորեն Նախիջևանը Ադրբեջանի հետ ոչ մի ցամաքային սահման չունի։ Հենց այսօր էլ այս խնդիրները որ բարձրացվել են, դեռևս 20-ական թվականներից ուզում են որպեսզի միացնեն եւ այլը չստացվեց։ Հիմա այս խնդիրները տասնամյակներ հետո մշտապես բաց են եղել, որ այդ կապը ունենան։ Նա ավտոնոմ հանրապետություն են ձևակերպել Ադրբեջանի կազմում, ինչպես Արցախը, այնպես էլ Նախիջևանը, բայց աստիճանաբար Ադրբեջանը պետական քաղաքականությամբ ոչ բացահայտ, այլ քողարկված, արդեն վերջին տարիներին բացահայտ կերպով էր դա անում, ճնշումներ էր գործադրում, աշխատանքներ չէր տրամադրում, կամ չգիտեմ նրանց երիտասարդ կադրերը, եթե կհիշեք խորհրդային իշխանության տարիներին կար
բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներին տեղավորել աշխատանքի մանավանդ գյուղատնտեսական, մանկավարժական եւ այլ բնագավառների համար։ Հայկական գյուղերը, որ գյուղատնտեսության նախագահի ֆերմայի վարիչը բրիգադիներն, որ տասնամյակներ 30-40 տարի ղեկավարել են այդ գյուղը, բերում էին մի հատ, ասենք, ադրբեջանցի բարձրագույն կրթության մի երիտասարդ, բերում էին հատը գյուղատնտես էր աշխատում օրինակի համար, մեկ ուրիշ մասնագիտությամբ եւ այդ մեկ ընտանիքը դառնում էր 2-5 նրանց զարգացումը սերնդի մի ընտանիքը փաստորեն ադրբեջանցիները ունենում են 5-ից մինչև 10 երեխաներ եւ մի քանի տասնամյակ հետո խնդիրը առաջանում, որ ասենք դպրոց բացեն երեխաների համար։ Եվ այսպիսի քաղաքականությամբ նրանք աշճանաբար, շատ բնական ճանապարհով նաեւ դատարկվեց հայությունը եւ փաստորեն Արցախյան շարժման սկզբներում 1987-88 թվականին արդեն Նախիջևանի տարածքի հայկական գյուղերը գրեթե 90%-ով դատարկվել են, բացառություններ Ազնավերտ գյուղը, որը մոտ 80-90%-ով դեռևս բնակչությունը կար, եւ Երևանից Ազնավերտ հատուկ ավտոբուս էր աշխատում այդ գյուղի համար։ Եվ ընդամենը մնացել էր մոտավորապես 2800-3000 չափ բնակչություն, որոնք տեղափոխվեցին 88 թվականին։ Ասեմ, որ այն վայրենությունները, որոնք Ադրբեջանը իրագործում Գայթում, Բաքվի ջարդերը եւ այլն, Նախիջևանի տարածքում այդպիսի բաներ չեն եղել։ Ադրբեջանցիները փաստորեն մի քանի դեպք, ընդամենը 2-3 դեպքեր, որոնք կային, հայությանը կարծեմ 2 սպանվածություն այդպես եղավ, մնացածներին իհարկե ժամանակ էին տվել մի քանի օր, որպեսզի դուրս գան, նույնիսկ նրանք հայ ընտանիքներին, գյուղացիներին իրենց տրանսպորտներով բերեցին մինչև Արարատի սահմանային գոտի, մի մասը դեպի Մեղրիի հատվածը եւ այլն, այդպես դատարկվեց։ Իսկ իրենց ունեցվածքը տունը փոխանակեցին, ոնց որ անում էին, թե ուղղակի զրկելով ու զրկելով։ Ցավոք սրտի այդ խառը ժամանակներին եւ որ եղավ, եթե հիշեք, խորհրդային իշխանությունները Մոսկվան որոշում ընդունեց այդ տեղափոխությունների ժամանակ Հայաստանից ադրբեջանցիները գնացին, ընդդրեց հայությունը եկավ, հանձնարարվեց երկու հանրապետության կառավարությունների, որպեսզի փոխհատուցումներ արվեն, Հայաստանը այդ որոշումից հետո անմիջապես այսօր տեղափոխված ադրբեջանցիների համար, որոնք իհարկե որ փոխանակում էին արել, խոսքը դրանց մասին չէ, անմիջապես անհրաժեշտ գումարները փոխանցեցին Ադրբեջանի պետական բյուջե։ Իսկ Ադրբեջանը առ այսօր ոչ մի կոպեկ չփոխանցեց։ Եվ այդպես ցիրուցան եղան ժողովուրդը փաստորեն Ադրբեջանցի տեղահանված հայության զգալի մասը Հայաստանում չկարողացավ մնել, Հայաստանում չկարողացավ հավուր պատշաճի տիրություն անել, նրանց մեծ մասը տեղափոխվեցին Ռուսաստան, եվրոպական երկրներ եւ այլ, այսպիսի տխուր իրավիճակներ իհարկե եղան, դարձյալ պետք է ասել, կարծում եմ իմ անձնական կարծիքով մեր իշխանությունների այդպես ասած ոչ պատրաստ լինելու եւ իման վրա։ Հիմա էլ Արցախահայությունը որ տեղափոխվել եկել է, պետք է ասեմ իմիջայլոց չնայած Արցախահայությունը հիմա ինչ որ չափազանց դժգոհություններ բաներ է արտահայտում, բայց պետք է ասել, որ այս իշխանությունների ժամանակ, հիմիկվա ժամանակ բազմիցս 100 անգամ ավելի լավ է Հայաստանը ընդունում տեղավորում նրանց, քան թե 88 թվականից հետո Նախիջևանից, Բաքվից եւ այլ ուրիշ տեղերից Ադրբեջանի մյուս շրջանից տեղափոխվածներին։ Տարբերությունը չափազանց մեծ է եւ ֆինանսավորման տեսակերից եւ տեղավորման տներով ապահովել եւ այլ։ Ցավալի է, պատմությունը ավանդում է մեզ փաստորեն հայությունը
մոտարապես 50-ից 100 տարվա ընթացքում ամեն ժամանակաշրջանում այսպես ցավոք ենթարկում է այսպիսի բռնաճնշումների, տեղանությունների մեծ ու փոքր ջարդերի ցեղասպանությունների։ Պարոն Այվազյան, դուք ձեր կյանքի 55 տարին, ստացվում է կես դարից ավելի նվիրել եք հենց Նախիջևանին, ուսումնասիրությանը, ուշարձաններին, ինչը խթան դարձավ, դա կամայից էր, թե դուք որոշում ունեիք, թե այն տեսակ այդ ավիրատությունները կամ այն վերաբերմունքը, որ կար շարժաններին եւ որոշեցիք, որ փրկել է պետք թեկուզ դրանց մասին արձանագրությունները։ Այս հարցերը մի քանի անգամ անցած տասնամյակներում մամուլով հերոստատեսությամբ ինձ տվել են եւ պատասխանել եւ մինչեւ այսօր էլ ինձ համար էլ հանելուկային մի ինչ-որ բան էր։ Ամենևին ի սկզբանե ես չեմ զբաղվել հուշարձաններով կամ նպատակ չեմ հետապնդել։ Ես դպրոցական տարիներից իրենց 6-րդ դասարանից հակում ունեի լրագրողության հետ եւ 6-րդ դասարանի աշակերտ արդեն թղթակցում էի Բաքվում հրատարակվող հայերեն կոմունիստ թերթին, Բաքվի հայերեն ռադիոյին, Նախիջևանում կար նաև ռադիոյի հայկական բաժին եւ այլն։ Նպատակս լրագրողի հակումներս դեպի լրագրություններ եւ բազմաթիվ թղթակցություններ, հոդվածներ եմ գրել, ամեն ամիս նույնիսկ պետք է ասել այն ռուբլ բանով հոնորարներ է ստանում, ամիսը 30-40 ռուբլի հոնորար, որը բավականին մեծ աշխատավարձի չափ էր, հայրս աշխատում էր շրջանում, վիճակագիր էր, աշխատավարձը 80 ռուբլի էր։ Ես փաստորեն գրեթե 30-40 ռուբլի ամեն ամիս հոնորար է ստանում։ Ուրիշ գյուղեր բաներ չի եղել, հուշարձաններն էլ ծանոթ չէի, դպրոցական գրականության մեջ էլ Աստված տվել չէր խնայել ոչ մի պատմական տեղեկություններ, բաներ Նախիջևանի բանի մասին գրեթե չկար, գրեթե կարելի ասել չկար։ Երբ որ Երևանում էի, մեկ անգամ ուսանողական այդպես ընկերներով կհիշեք, գուցե եւ հիշեք մետրոյի երիտասարդական կայարանի տեղում այգում կար Լորի ռեստորանը։ Ոնց հիշեմ։ Երկու հարկանի այսպես ասած բաղեղապատ ամբողջը այդ ռեստորանի առաջի հարկում նստած մի 5-6 հոգի տղաներով գինի էինք խմում եւ փոքրիկ այդպես ասած այնտեղենիկ բաներ։ Հանկարծ մեկը տղաներից ասաց. «Այ մենք ապագա լրագրողներ ենք դառնում, եթե մեզ հանձնարարեն կամ արդյոք լինի մեր գյուղի կամ մեր շրջանի մասին նշանավոր մարդկանց մասին ինչ-որ մի հոդված գրենք, ով ինչ կարող է գրել»։ Պես հերթով սկսեցինք անում, մեկը ասել սա ջավախից կայր մեր տղաներից մեկը բանաստեղծեր ցավոք շատ մահացել է մի 15 տարի առաջ, ոնց որ հերթին ձեր գալիս մտածում էի, ինչ գիտեմ մեր տարածաշրջանի մարդկանցից Մանուկ Աբեղյան եւ էլի 1-2 բան, այդպես մզմզալով ոնց որ ասած կմկամավոր ասեց Մանուկ Աբեղյան, տղաներից մեկը ասեց կոմիտաս նշդեх եւ այլն։ Ինձ համար նորություն է։ Եվ մտածեցի, հենց այդ ժամանակվանից մտածեցի, ամոթ եւ անհարմար է եւ մարդիր սննդավայր հայրենիքի կամ չի ճանաչում կամ չգիտի։ Արդեն բավականի ժամանել ուշ էր, մեկ չել գնովցած, այդ օր ես տուն չգնացի, Քերուստանն էի բնակվում Նորագավթում, Երևանի ծանոթ եւ անծանոթ փողոցները սկսեցի չափ չփել։ Եվ վերջը այդպես երկար բանից հասա հաղթանակի զբոսայգի, արդեն ուշ ժամ է, ժամը 10-11-ի մոտերն են, տուն գնալ չեմ ուզում գնալ, արդեն դա սեպտեմբերի եղանակն արդեն մի քիչ սրտոտ է, ձերքիս էլ իհարկե այն ժամանակ թերթերը շատ էժան էին, 2 կոպեկ թերթեր, մի խուրձ, այսպես ասած թերթեր կային, մի թփուտի տակ հարմար տեղ ընտրեցի, մի քանի թերթ գետնին փարեցի եւ պարգեցի մի քանի թերթել, այսպես ասած քամուց բաց սպառվելու համար։
Եվ այդ օրը դարձավ ճակատագրական։ Հաջորդ օրը վերադարձա տուն, հաջորդ օրը իմ համալսարանը դարձավ ազգային, այն ժամանակ Միասնիկյանի անվան ազգային գրադարանն էր եւ մատենադարանը։ Թողեցի համալսարանը, չգնացի, չաչախեցի, ամբողջ առավոտվանից մինչև գրադարանի փակվելը գրադարանում տակն ու վրա արեցի տասնյակ հազարավոր գիրու գրականություն, թերթեր, ամսագրեր, հայագիտական, լեզու, գրականություն, պատմություն, ամեն ինչ որ կար։ Այն ժամանակ այս գրադարանի միան թամանյանական շենքներ, նոր շենքը չկար եւ երիտասարդ աղջիկները կարծում ուսանողներ էին, որոնք որ բերում էին սայլակներով լիֆտ բան չկար, ֆոնդերից բերում են այդ թերթերի կապոցները կամ չգիտեմ գրքերը եւ իմ տոմսի համար արդեն գիտեին այդ մեծ ընթերցասարաններ եւ գալիս այդպես ասեմ զզվանքով էին նայում իմ կողմ, որովհետեւ ասում ես տղան չհասկացանք ինչ չէ ուսումնասիրում, ինչ թեմա է ուսումնասիրում, ամեն ինչ մի թեմա չի եւ օրամեջել այդ բերում ամիջապես թերթում ինչ որ նայում է, եթե ինչ որ բան կար գրառում է, նշումներ է անում, մնացածը հետ էին տանում, օրամեջ բերում տարում էին կամ հաջորդողն էին տանում եւ այդպես ամբարվեց իմ մեջ բավականին շատ նյութեր, որ չգիտեի, հայագիտական ազգագրություն, լեզու, գրականություն, պատմություն եւ այլ։ Հիմա փաստորեն այդ նյութերի հիման վրա ես նույնիսկ հազվադեպ եմ գրադարան կամ մատնադարան գրում, մատնադարանում վեր հանեցի բոլոր Նախիջևանյան այն ձեռագրերը, որոնք գրչագրեր կան, ուսումնասիրել են եւ այլն։ Եվ այսպես ամբարվեց իմ մեջ ինչ որ ասած այդ հարուստ տեսիլքը, որը պետք էր տեղում ուսումնասիրել։ Սա առաջի դժվարին պես ասած փորձն էր, բայց առնչվեցի սարսափելի, այսպես ասած, իրականության հետ։ Արգելքը, որ տեղական իշխանությունները դրել էին Նախիջևանի այս կամ այն բնակավայրը կամ հուշարձանները մոտենալ, լուսանկարել, չափագրել, դա անհնարին մի բան էր։ Որ թվականներից արդեն արգելում էին։ Դա արդեն 65-66 թվականներից։ Անհնարին մի բան էր, ուրեմն առաջի բարդություն այն է, եթե այնտեղ գրանցում չունես Նախիջևանի տարածքում, ուրեմն չես կարող ազատ ելք ու մուտք ունենալ։ Սահմանային գոտի էր Ադրբեջանը հասել էր նրան, Հայաստանի տարածքում էլ կա սահմանային գոտի Արաքսամերձ հատվածներում կամ որտեղ սահմանամերձ հատվածները սահմանից մի 5-6-10 կիլոմետր առավելս այդտեղ սահմանային հատված է, ելք ու մուտքը մի քիչ դժվարություն կա։ Իսկ Ադրբեջանը հասել էր նրան, որ ողջ Նախիջևանի ամբողջ հանրայնության տարածքը հայտարարել է սահմանային գոտի։ Իսկ դուք ո՞նց եք կարողանում նկարել, արձանագրել։ Դե հիմա դա ասեմ դες, որովհետև պետք է այնտեղ ասենք մուտք գործելու համար այսօրվա լեզվով ասած վիզային համակարգ էր։ Պետք է գրություն ունենք այնտեղից, որ ասենք հարազատներն են բնավորում, ծնողներդ են, չգիտեմ կամ ինչ որ մի արսանիքի պետք է մասնակցես կամ թաղումը եւ այլ։ Գրություն պետք է ուղարկեն, այստեղ Երևանում գրանցված անձնավորությունը պետք է դա ներկայացներ իր շրջանի ներքին գործերի բաժին, այդ բաժինը իր հերթին ներկայացնում էր պետանվտանգության կոմիտեին, անձին ստուգելու ով է ինչ է, եթե թույլտվությունը կար, եթե մաքուր է մարդը, ոչ մի բան չգիտեմ ինչ, այդ անցագիրը տալիս էին 5 օր, 10 օր, չգիտեմ մինչև 2 ամիս, 3 կարճաժամկետ 3 ամիս։ Դա իմիջիայլոց պետք է ասել շատ խիստ սահմանափակում ուներ, ասենք տվել են, ասենք Արինջ գյուղ գնալու համար։ Այս Արինջից հաջորդ գյուղը, ասենք 3 կիլոմետր է, 5 կիլոմետր է, չգիտեմ, ծանոթ ունես, բարեկամ ունես, ու մեզ այցելություն գնաս, անպայման պետք է տեղական իշխանությունը տեղեկաց թույլտվություն վերցնես, գնաս նոր վերադառնաս։
Այսպիսի արհեստական դժվարություններ։ Էլ չեմ խոսում, եթե հանկարծ մոտենաս եկեղեցու մոտ լուսանկարես, նայես, արձանագրություն արտագրես եւ այլ, կամ չափագրես, դրանք բացառված են եղել։ Ասեմ, որ Թուրքիայի տարածքում առավել ազատ հուշարձանին մոտենալու, լուսանկարելու եւ այլն։ Իսկ Նախիջևանի տարածքում հատուկ կարգադրություններ արված իրենց Ադրբեջանի կենտրոնից, ներքին գործերի նախարարությունից, որ ովքեր կլինեն կմոտենան արգելելուց բացի պետք է ամիջայ ձերբակալում ու բանավոր այդպես չեն ձերբակալում բերել գյուղական խորհուրդ կամ միլիցիայի բաժին։ Արայազան, բայց այդ սահմանափակումներով հանդերձ ինչպես կարողացաք նյութեր հավաքել։ Դա ինձ համար էլ է հանելուկ մնացել, դա ըստ երևույթին կա այսպիսի մի բան, որ Աստծո կամ տեզերական ինչ-որ ուժի արկայություն ինձ թվում է գոյություն կա, որովհետև եթե դա չլիներ, դժվար թե ես կարողանայի այդ աշխատանքներ իրականացնել։ Նրանց սահմանափակումներից, ձերբակալումներից, չգիտեմ, հազարումի ծեծ ու ջարդերից, բանից հետո դարձալ էլի գնաց նորից այդ նույն ճանապարհով։ Միայնակ սարուձոր, չգիտեմ, այստեղ, անտեղ 4 կողմը ադրբեջանցիներ թե ինչ կանեն, կարող են, չգիտեմ, ծեծել, ջարդել, սարից գլորել, երբեք կենթանի չէր կարող վերադառնալ։ Ինձ համար էլ դա մինչև հիմա հանելուկ է, թե ինչպես եղավ այդ ինչ ուժ կար, ինչ ուժ էր մտել իմ մեջ, որ մինչև 88 թվականը ամեն շաբաթ կիրակի հանգստյան օրեր արձակուրդներ ես անցկացրել եմ Նախիջևանի տարածքում։ Ընդհանուր առմամբ ինչ հասցրեցիք արձանագրել։ Ընդհանուր առմամբ հասցրեցի ուրեմն գետ երեսին եղած Նախիջևանյան նյութական եւ մշակութային արժեքները 99%-ի չափով լրիվ լուսանկարել, չափագրել, արձանագրությունները հավաքել, երկու բան բաց մնաց, որտեղ տեղում ամիջապես ձերբակալեցին, հնարավոր չեղավ ժապավենները փրկել, դեն ժամանակ այս թվային բաներ գոյություն չուներ։ Դա ուզում հարցնել, ինչ ավելի դժվար էր, ավելի մեծ էին սարքերը։ Ավելի ֆոտոապարատ պետք ունենաս, հետո առաջի անգամ սև սպիտակ է անում, հետո եկավ սլայդները, գունավորի համար սլայդներ, 2 ապարատով, նույնիսկ 3 ապարատով, պետք է թաքցնես, էսանես, սենանես, 36 կադրը շուտ նկարում ես, վերջանում պետք է փոխես, հատուկ սև կտորով բաներ է ստեղծել, որ փոխեն բաները, երբեմն ֆոտոապարատներն են խափանվում, հնարավոր չէր լինում այն բանանել, եւ այդպես ամեն այցելության ժամանակ 10, 15, 20 ժապավեն լուսանկարում էի, վերում ասենք ստեղ հայտարարություն է տալիս էին այլ տպագրելու, բայց հետո լրիվ ֆինանսական ծախսերը մեծ էին, ստիված եղա սովորել նաև հայտացել այդ ժապավենները, տպագրել ինքս, որովհետև բաներ կար, որտեղ եղանակը ինչ եղանակի որ լինում էր, ստիված էր ունում ամիջապես լուսանկարել եւ հեռանալ։ Մի 2-3 րոպեի ընթացքում, որովհետև իսկույն հավաքվում էին, այս կողմ են կողմ, ինձ օգնեց նաև ադրբեջաներեն լեզուն գրեթե վարժ իմանալս, շատ հիմա էլ գիտեք։ Հիմա էլ գիտեմ, իհարկե, նույնիսկ ժամանակին տարիներին ադրբեջաներեն հոդվածներ էի գրում, ես թերթերում տպագրում էի։ Դա ես օգնեց որոշ բաներ, մի շարք անգամներ ձերբակալվել են եւ այլն։ Բայց հետ չեք կանգնել, պարոն Այվազյան։ Հետ չեք կանգնել նպատակից։ Դա եմ ասում, հետ չեմ կանգնել, այս ոչ թե մարկային տեսակետից կարող է վախ առաջանել, չգնայի, բան չանեի, հետո ամուսնացել էի, կինս մի կողմից, երեխաները մի կողմից արդեն չէին ուզում գնայի, որտեղ իրոք շատ սարսափելի բաներ են կատարում, մեկ անգամ կնոջս ու մեծ տղայիս հետ էին գնացել, Աբրակումիս Իվան գնացինք,
Դրասին ժամանակ 4-5 տարեկան պետք է լիներ, իսկ գերեզմանատունը գնացինք, որ լուսանկարեն, իսկ հավաքվեցին մի 10-15 հոգի, սկսեցին ով ես ինչ ես քաշ քշոց եւ այլ, ստեղասել ուրեմն լացում էր, բան անում, քարերը վերցնում էր, դրանց էր խփում, պապայից բան չասեք, ես կանեք հենց ան։ Ինչևէ, այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, փառք Աստծո, որ դարձյալ, ինչպես նշեցիք, հետ չկանգնեցի։ Սա այդ տիեզերական երևի բաններ, հովանավորություններ, չգիտեմ, որ դա ինձ օգնեց, մինչև հիմա էլ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ուժեր դա, ինչ ուժի շնորհիվ կարողացա այդ ամեն ինչը փրկել։ Եվ այդ հրատարակած, ես արդեն հրատարակել եմ, գիտեք ինչ կան 66 մեծ ու փոքր ծավալուն հատորներ, որոնցից մի 10-ն է այլ արվեստի մշակութային բաներ, Նախիջևանին չվերաբերում, բոլորը վերաբերում են Նախիջևանի բոլոր բնագավառները հայագիտական առումով եւ այլ։ Երկու այնտեղ որ չկարողացա փրկել, դա Ջուրայի գերեզմանատան մոտավորապես 200 խաչքարերն, որտեղ հսկայածավալ մոտ 4,500-ից ավել խաչքարեր մնացել էին ամենասահմանի ռուսական ամիջապես սահմանապահների հետ ստիված կամ կաշառել էի բաներ, ամեն անգամ 2 ժամ, 2,5 ժամ թույլատրում էին, 2 զինվորների ուղեկցությամբ, ինչ որ հասցնում էի, նկարում էի, վերադառնում էի 10-12 անգամ առնվազն եղել եմ այդ ընթացքում հնարավոր եղավ գրեթե ամբողջությամբ լուսանկարել ինչ որ մնացել էր մեկ անգամ մոտարապես 200-ի չափ խաչքարեր մնացել էին որ գնացի դա վերջնական որ լուսանկարել այդ օրը չնկատեցի թե ինչպես ադրբեջանական պետանվտանգության աշխատակիցները մոտեցան ինձ էլ հնարավոր չեղավ այս բաները ժապավեններից թաքցնել որտեվ առիթներ են եղել նույնիսկ մեկ անգամ առիթ եղավ տեսա որ մոտենում են թաքցրեցի փաթաթեցի խաչքարերից մեկի տակ քարերով բաներով ծածկեցի եկան ասի նախնիները ստեղից են եղել բան էդ են դա եմ նայում տեսնեմ կարող եմ գտնել իրենց տապանակարը եւ այլ այդպես մի կերպ խույս տվեցիք բայց վերադարձից հետո մեկ շաբաթ հետո նորից գնացի մտածում էի որ անձրև չլինի անձրև չկա որտեղ թեքադիր այդ գերեզմանատունը կարող է վնասվել բաները փառք Աստծո հետո որ գնացի լավ էր ոչինչ չէր եղել այդ 200 խաչքարերը որոնք տեղում ձերբակալեցին արդեն նույնիսկ սահմանապահների հրամանատարի վրա պես ջղայնացել էին թե ինչ է թույլատրել եւ այլ Անավեզան որ բռնեցին ձեզ բացատրեցիք իրենց ինչ ասացիք եւ արդյոք պատիժ կրեցիք Չէ, ամեն անգամ նստված եմ եղել, գիտեք ինչ, եթե այս գյուղում ասենք հաջողվել է լուսանկարել կամ բան եմ արել, հաջորդ գյուղը մի 5 կիլոմետր հեռավորության վրա որ պետք է այդտեղ գնայի, ավելի հեշտ չէի գնում, որովհետև ասում էի դե նախնիները ստեղից են եղել, չեմ պատահական, ինչ հենց այնպես նկարել եմ իմ համար որտեղ հաջորդ տեղում էլ եթե տեսնեին, ուրեմն մտածեին, որ մտադրված ծրագրով աշխատում է։ Ստիպված թողնում էի շրջանից գնում էի մեկ ուրիշ շրջան։ Եվ այդպես տարբեր բաներով Իսկ որ ձերբակալում էին, պահում էին երկար կամ ինչ պատիժ էին։ Ձերբակալում էին, որտեղ բարեբախտաբար որ մինչև ձերբակալել, ասենք ես նաև ունեի ապարատներից մեկում մի քանի կադր ընդհանուր բնության կադրեր, բաներ եւ այլ այդպիսի բաներ տանում ձերբակալում իրենց այդ կեղտոտ պատբալներում բանում մինչև որ հայտածում էին այդ բաները ժապավենը տեսնում են որ բան չկա այս կողմենքում տուգանում էին կամ էսել կաշառքով գումար է իրենց տալիս եւ այլ մի կերպ որպեսզի չգրեին սահմանային խախտում է կատարել Եթե մեկ այդպիսի բան գրեն ուղարկում են մեր պետամուգության կոմիտե հաջորդ անգամ ես չէի կարող գնալ Ստիպված եմ եղել որ կես փաստաթղթեր ստեղծել որտեղ իրենք նաև հանձնարարել էին բոլոր հանրապետության գյուղական խորհուրդներին եւ եթե իմ անուն ազգանունը լուսանկարը ունեին եթե անցանկալի անձեիք հա
Եվ ես ստիված լուսանկարի իմը, բայց անուն ազգանուն լրի ուրիշ անձնավորությամբ հաստատուկ է ստեղծել։ Իմիջիայլոց մեր նաև պետամուգության կոմիտեի աշխատակիցների մեկի օգնությամբ։ Եվ այդպես է, երբեմն Պարոն Այվազյան, նենց բաներ է, պարոն Այվազյան, այնպես բաներ եք պատմում, որ վաղեմության ժամկետ բան ունեն, հետևակ չունենա։ Այո, դա այդպեսին էր եղավ, եւ ասեմ բոլոր հատարակած այդ նյութերը, որոնք հավաքել եմ Նախիջևանից, դա փաստորեն հրատարակության են ներկայացվել 80-ից 100%-ով նոր նյութեր են եղել։ Իսկ այսօր ձեր արձանագրած, ձեր ունեցած այդ ամբողջ հարստության, եթե հետևում եք Ադրբեջանային, գիտեք, որ մասն է մնացել Նախիջևանում։ Նախիջևան տարածքում այսօր ոչ մի հայկական հուշարձան հետ գոյություն չունի։ Բոլորը 98-2006 թվականներին պայթեցրել ինքնաթափ մեքենանով տեղափոխել, տեղերը մզկիթներ են կառուցել, շինարարություն են արել եւ այլ։ Ոչ մի հետ գոյություն չունի, լրիվ ավերել են։ Եվ ասեմ, որ իմ հրատարակած աշխատությունների, թե օտար, թե հայագետները նշել են, որ այդ աշխատությունների հիման վրա Նախիջևանի տարածքը պատմական առումով եթե վերցնենք Հայաստանի ամենալավ ուսումնասիրված տարածքն է։ Ցավոք սրտի այսօր այնտեղ ոչ հայ կա բնակչություն, ոչ էլ հուշարձան, իսկ այն աշխարհիկ հուշարձանները, բերդեր, կամուրջներ, լրիվ աղավաղել վերագրում են լրիվ կամ հնագիտական հուշարձաններ, երրորդ հազարամյակ, երկրորդ հազարամյակ, լրիվ վերագրում են իրենց որպես ադրբեջանական մշակույթի նմուշներ եւ այլ։ Պարոն Այվազյան, մեր զրույցը գիտեք, չէ, կրկնակի անգամ երկարում է, ինձ զգուշացնում են, բայց այնուամենայնիվ շատ հետաքրքիր է։ Դուք այսօր շատ վաստակած հանգստի մեջ եք, բայց ես գիտեմ, որ աշխատում եք, այսօր ձեր կյանքը, ձեր առօրյան ինչպես է անցնում եւ երբ եղավ ձեր երկրորդ շնչառությունը վերցնելու ժամանակը, թե դեռ շնչառությունը դեռևս առաջի շնչառությունը դեռ չէ գնում է։ Ասեմ, որ այսօր էլ անցյալ տարի միայն ասեմ, որ 6 ծավալուն հատորներ եմ հրատարակել, միայն անցյալ տարի։ Հիմա էլ պատրաստի 3 հատորներ կան, պետք է ֆինանսներ գտնեմ այս տարի հրատարակման համար։ Բարեբախտաբար ասեմ, որ իմ հրատարակած ուսումնասիրած փաստագրած նյութերի գրեթե 90%-ը հնարավորություն է եղել հրատարակել։ Իհարկե, առաջի շրջանում առաջի գիրքը լուսեցել 1978 թվականին շատ մեծ դժվարություններով, նաև հոդվածները, որ Հայաստանում գիտական ամսագրերում բանում տպագրում են, շատ մեծ դժվարություններ եղան, մարդիկ վախենում էին, թե Մոսկվան ինչ կասի եւ այլ, փառք Աստծո, եւ հոդվածները գիտական ամսագրերում եւ առաջի գիրքը, հետո երկրորդը 81 թվականին ռուսերեն հրատարակվեց եւ տեսան, որ մերոնք էլ հասկացան, որ ոչինչ չկա, անգնահատելի աշխատանք, ոչինչ չկա, վտանգավոր պետք է հրատարակել եւ այդպես ամեն տարիներ են եղել, որ տարին 2 գիրք, 3 գիրք, 4 գիրք, բայց անցյալ տարի 6 հատորներ, ծավալուն հատորներ, կարևոր աշխատանքներ հրատարակվեց։ Պարոն Այվազյան, տարիքը զգում եք, չէ՞, դե ասացիք, որ հոգով եւ էներգիայով։ Այո, ֆիզիկապես այո, զգում ես, մեծ քայլել, չգիտեմ, տեղաշարժը եւ ամեն ինչ, դա ֆիզիկապես մարդը զգում է իր տարիքի բանը, բայց հոգեպես մարդը մնում է դարձյալ այն ինչ որ ինքը կա, ավելի իմաստացած, ավելի այդպես ասած աշխատունակությունը իհարկե մեկ քիչ ցածր է, փառք Աստծուն, դերևս իմ աշխատունակությունը տեղին է։ Եվ վերջին հարցը, պլանները քանի տարվա եք կազմել առաջիկա քանի տարիների։ Դա Աստծու կամոք։ Ես ամեն տարի ասում եմ, այս հատորը հրատարակեմ, ել չեմ զբաղվում, բայց չի ստացվում, ընդհանրապես դա մեկ շաբաթ է տևում, 5 օր է տևում, դարձյալ հաջորդ հատորի վրա ստիպված աշխատանքներ եմ կատարում։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք, որ այս գոհարներով կիսվեցիք։ Հուսամ հետաքրքիր ու հաճելի էր մարդկանց էլ։ Ռադիոլսողին ինչ որ չափով օգտակար եղավ մեր հարցազրույցը, շնորհակալ կլինենք։ Շնորհակալություն։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիո am.am կայքում, դիտեք հաղորդումը, կարդացեք հոդվածը, հետևեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին։ Գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք նրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։